Աշխարհահռչակ Beatles խմբի հիմնադիրը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց. «Քրիստոնեությունը կչքվի, Հիսուսը լավ մարդ էր, բայց մենք նրանից ավելի հայտնի ենք»։ Շուտով նա սպանվեց ատրճանակի 5 հարվածից իր իսկ երկրպագուի կողմից։ Բրազիլիայի նախագահ Տանգրե Տոնելսը նախագահական քարոզարշավի ընթացքում ասաց, որ եթե իր կուսակցությունը 500,000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից։ Իհարկե, նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց 1 օր առաջ նա ձեռք բերեց անբուժելի հիվանդություն, իսկ մի քանի օր անց նա մահացավ։ Մերլին Մոնրոյի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեյմը, ասաց, որ Աստծո հոգին է իրեն ուղարկել քարոզելու։ Դերասանուհին քարոզչին լսելուց հետո ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»։ 1 շաբաթ անց նրա դինքը տան սեփական բնակարանում։ Սա Տիտանիկ նավի կառուցող Թոմաս Սենդրուսն է։ Նավի պատրաստ լինելուց հետո լրագրողը հարցրեց, թե ինչպես կգնահատի նավի հզորությունը։ Նա պատասխանեց. «Այս նավը նույնիսկ Աստված չի կարող խորտակել»։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ այդ նավի հետ։ Եվ ամենագլխավոր պատմությունը 2005 թվականին Բրազիլիայի Կամբինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին իրենց հետ վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին։ Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենա եւ մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջիկս, թող պահպանի քեզ»։ Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»։ Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել եւ բոլորն էլ մահացել են։ Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մեքենայի մակնիշը, բայց բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր։ Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր բեռնախցիկը անվնաս մնար։ Բոլորը մեծապես զարմացան, որ բեռնախցիկում տեղադրված ձվերից ոչ մեկը չէր կոտրվել։